Բարև ձեզ, դուք դիտում եք Հորիզոնը։ Հայաստանի վարչապետը խաղաղության համաձայնագրի վերաբերյալ 3 հերթական գրառում է կատարել եւ Ադրբեջանի նախագահին ուղղված առաջարկություն ներկայացրել։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագիծը համաձայնեցված է, սպասում է ստորագրմանը։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին առաջարկում եմ սկսել խորհրդակցություններ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի համաձայնեցված նախագծի ստորագրման շուրջ Facebook-ի իր էջում գրել է Նիկոլ Փաշինյանը։ Հիշեցնենք, որ մարտի 19-ին երկու գրառմամբ վարչապետ Փաշինյանը տեղեկացրել էր, որ իր հանձնարարականը Հայաստանի պաշտպանության նախարարությանը հստակ է չանել հրադադարի ռեժիմի ոչ մի խախտում, քանի որ Հայաստանը գնում է խաղաղության եւ ոչ թե պատերազմի եւ որ ինքը պատրաստ է իր ստորագրությունը դնել այդ փաստաթղթի ներքո։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Ստրասբուրգում հանդիպել է Ֆրանսիայի ազգային ժողովի նախագահ Յայել Բրաուն-Պիվեի հետ։ Ալեն Սիմոնյանը գործընկերոջը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի կողմից Հայաստանին ցուցաբերվող շարունակական աջակցության համար, նշելով, որ Հայաստանում բարձր են գնահատում նաև մեր տարածաշրջանում խաղաղության հաստատման ուղղությամբ Ֆրանսիայի կողմից գործադրվող ջանքերը։ Յայել Բրաուն-Պիվեն իր հերթին վերահաստատել է Հայաստանի խաղաղության ձգտումներին եւ ժողովրդավարական բարեփոխումներին ուղղված քայլերին Ֆրանսիայի անվերապահ աջակցությունը։ Հայաստանի ազգային ժողովի նախագահը վերահաստատել է հայկական կողմի վճռական դիրքորոշումը Հայաստանի եւ Ադրբեջանի միջև վերջերս համաձայնեցված խաղաղության համաձայնագիրը ստորագրելու վերաբերյալ, ինչպես նաեւ ֆրանսիացի գործընկերոջ ուշադրությունը հրավիրել է Ադրբեջանում պահվող հայերի խնդրին։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը նաև ելույթ է ունեցել Եվրախորհրդի խորհրդարանների նախագահների ժողովրդավարության պաշտպանություն թեմայով համաժողովում։ Նա անդրադարձել է մեր տարածաշրջանում ստեղծված իրավիճակին եւ հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին։ Վեհաժողովի հարգելի նախագահ, հարգելի գլխավոր քարտուղար, Վեհաժողովի հարգելի գլխավոր քարտուղար, հարգելի գործընկերներ, տիկնայք եւ պարոնայք։ Ինձ համար պատիվ է խոսել այս դահլիճում, որն ավելի քան 7 տասնամյակ աշխատել է համընդհանուր արժեքային համակարգի շուրջ Եվրոպան միավորելու ուղղությամբ, ոգեշնչված մարդու արժանապատվության արժեքի նկատմամբ մեծ հավատքով։ Տիկնայք եւ պարոնայք, ես հանդես եմ գալիս ոչ միայն որպես Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ, այլև որպես ժողովրդավարության ուժին խորապես հավատացող մեկ։ Այս համոզմունքն է, որ դրդում է ինձ անդրադառնալ ներկա իրողություններին։ Մեր օրերի խելահեղությունը պետք է դիտարկվի բացարձակ հստակությամբ։ Փոթորիկը չի մոտենում, այն արդեն այստեղ է։ Քաոսը թաքնված է երկդմի հրետորաբանության մշուշում։ Փաստը կեղծիք է, դաշնակիցը թշնամի, զոհը ագրեսոր։ Ճշմարտությունը խաբկանք, անմեղը մեղավոր։ Այնքան թանկ բաներ են վերածվել մոխրի։ Լիբերալիզմի հենասյուները ճեղքվում են, իսկ ազատության սրբազան կրակը մարում է։ Ժողովրդավարությունը վտանգված է։ Կցանկանայի նաև անդրադառնալ Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացին։ Անկասկած տեղյակ եք, որ Հայաստանը եւ Ադրբեջանը լիովին համաձայնեցրել են խաղաղության պայմանագրի տեքստը։ Մենք ողջունում ենք այս առաջընթացը եւ հավատացած ենք, որ խաղաղ համակեցությունը եւ տարածաշրջանային համագործակցությունն անվտանգության եւ բարօրության լավագույն երաշխիքներն են։ Խաղաղության խաչմերուկ մեր նախաձեռնությունը նպատակ ունի վերագործարկել տարածաշրջանային հաղորդակցությունները եւ խթանել տնտեսական զարգացումը, հիմնված փոխադարձ հարգանքի եւ ինքնիշխանության վրա։ Սակայն պետք է նշեմ, որ շարունակում են չլուծված մնալ հումանիտար խնդիրները։ Ադրբեջանում հայ ռազմագերիները եւ քաղաքացիական անձինք ենթարկված են երկարատև կալանքի, անմարկային վերաբերմունքի եւ շինծու դատավարությունների։ Գերիների անհապաղ ազատ արձակումն առաջնահերթ խնդիր է։ Բացի այդ, ես մտահոգված եմ Ադրբեջանի վերջին կեղծ հայտարարություններով Հայաստանի իբրև ռազմական գործողությունների մասին, որոնք լարում են իրավիճակը սահմանին։ Այս համատեքստում մենք ընդգծում ենք վստահության ամրապնդման միջոցների կարևորությունը, ինչպիսիք են Եվրամիության քաղաքացիական առաքելությունը եւ սպառազինության վերահսկման մեխանիզմներ։ Լուծում պահանջող հարցերի մեծ մասը կամ արդեն ներառված է համաձայնագրում կամ կարգավորվում է դրա շրջանակում նախատեսված աշխատանքային խմբի միջոցով։ Հայաստանը պատրաստ է Ադրբեջանի հետ համաձայնեցնել պայմանագրի ստորագրման ժամկետներն ու վայրը։ Հույս ունենք, որ Ադրբեջանը կիսում է մեր ցանկությունը թևակողելու նոր դարաշրջան։
Հարգելի գործընկերներ, մոտենում է Եվրոպայի խորհրդին Հայաստանի անդամակցության 25-րդ տարեդարձը։ Այս արդիվ մենք վերահաստատում ենք մեր անվերապահ հավատարմությունը ժողովրդավարական արժեքներին, որոնք երբեք չենք դադարելու պաշտպանել։ Մենք անշեղ ենք այս ճանապարհից։ Շնորհակալություն։ Թուրքիայում շարունակվում են Ստամբուլի քաղաքապետ նախագահի հավանական թեկնածու հեղինակավոր ընդդիմադիր գործիչ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալության առիթով զանգվածային բողոքի ցույցերը եւ հանրահավաքները։ Իմամօղլուի դեմ իշխանության իրականացրած արշավը ընդդիմությունը պետական հեղաշրջման փորձ է անվանել։ Թեմայի շուրջ զրուցել են գործընկերներս։ Դատախազությունը ներկայացրել է, թե նրա ղեկավարած քաղաքապետարանում կատարվել են մոտ 560 միլիարդ լիրայի մեքենայություններ եւ որ քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն այդ ամենի մասին տեղյակ է եղել, իսկ որոշ դեպքերում նույնիսկ մասնակից է եղել այդ մեքենայությունների։ Պաշտոնական այդ վարկածի համաձայն խախտումները տեղի ունեցել մունիցիպալ այդ պայմանագրերի բաշխման արդյունքում։ Մոտ 100 բարձրաստիճան պաշտոնյա ձերբակալվել է, դրանց թվում կան նաև հայտնի դեմքեր, իսկ կոնկրետ Իմամօղլուի դեմ 2 քրեական գործ է հարուցվել, մեկը կապված է կոռուպցիայի հետ, իսկ մյուսը ահաբեկչական խմբավորումներին աջակցություն ցուցաբերելու հետ է կապված, թե իբրև թե նա ֆինանսավորել է քրդական բանվորական կուսակցությանը, որը Թուրքիայում համարվում է ահաբեկչական։ Ամենայն հավանականությամբ արդեն մարտի 23-ին Էքրեմ Իմամօղլուին կալանքի որոշում է կայացվելու։ Եվ այդ դեպքում կարծում եմ իրավապաշտպան կազմակերպություններից շատերը նրան քաղբանտարկյալ կհամարեն։ Եթե հաստատվի այս տեղեկությունը, Ստամբուլում արտաքին կառավարում է նշանակվելու եւ փաստացի իշխանությունը Թուրքիայի խոշորագույն քաղաքի անցնելու է նահանգապետ Դավութ Գյուլի, ով Էրդողանի հավատարիմ թիմակիցն է։ Այսպիսով Էրդողանը կարողանա վերահսկողության տակ առնել Թուրքիայի խոշորագույն քաղաքը, որը ընդդիմության, այսպես որջն են համարում իշխող կուսակցությունում։ Ընդդիմադիրները համարում են, որ տեղի ունեցածը քաղաքական ենթատեքստ է ենթադրում, բանն այն է, որ գալիք կիրակի օրը Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր կուսակցությունը Ժողովրդի Հանրապետականը, որի անդամ է Էքրեմ Իմամօղլուն, պատրաստվում էր նրան նախագահի թեկնածու առաջադրել։ Իսկ բոլոր հարցումները վկայում են այն մասին, որ Իմամօղլուն ոչ միայն իր կուսակցությունում ամենամեծ ժողովրդականությունը վայելող անձն է, այլ նաև ողջ Թուրքիայում։ Համենայն դեպս նրա վարկանիշները այսօր ավելի բարձր են, քան Էրդողանի վարկանիշները։ Եվ թեև նախագահական ընտրությունները Թուրքիայում հերթական ընտրությունները 28 թվականին պետք է տեղի ունենան, շատ մեծ է հավանականությունը, որ արդեն գալիք տարի արտահերթ ընտրություններ են լինելու, եւ այսպիսով Էրդողանը փորձում է մեկուսացնել եւ շարքից հանել իր գլխավոր հակառակորդի, առանց որի նա հնարավորություն կունենա ընտրություններում, նա կամ իր թիմակիցը ընտրություններում հաղթելու։ Մինչ այդ էլ որոշակի քայլեր ձեռնարկվել էին Իմամօղլուին շարքից հանելու համար, այսպես ասած, բանն այն է, որ Թուրքիայում պարտադիր պայման կա, որ նախագահի թեկնածուն պետք է ունենա բարձրագույն կրթություն, եւ մի քանի օր առաջ Ստամբուլի համալսարանը չեղարկել էր Իմամօղլուին տված բարձրագույն կրթության մասին դիպլոմը։ Իբրև թե նա այլ համալսարանից տեղափոխվելու ընթացքում ինչ որ խախտումներ է տեղի ունեցել։ Դա եւս այսպես հող է նախապատրաստում, որպեսզի մերժվի Իմամօղլուի նախագահի առաջադրումը։ Եթե իսկապես Իմամօղլուին այս քայլերի արդյունքում հնարավորություն լինի հանել դիստանցիայից, Էրդողանի թիմը իսկապես որոշակի շանսեր կունենա հաղթել գալիք ընտրություններում։ Հիշեցնեմ, վերջին մունիցիպալ ընտրություններում իշխող կուսակցությունը խայտառակ պարտություն է կրել եւ արձանագրել է ամենացածր իր վարկանիշը վերջին 20 տարվա ընթացքում։ Իսկ ինչպես է այս ամենն ընդունվում հանրության կողմից։ Էքրեմ Իմամօղլուն իսկապես շատ մեծ ժողովրդավարականություն է վայելում Թուրքիայում, մանավանդ Ստամբուլում, որի քաղաքապետն է արդեն 3-րդ անգամ կարծեմ
ընտրվում։ Նաև իդեպ Ստամբուլի հայերի աջակցությունն է վայելում։ Մի քանի անգամ այսպես ընդգծված իր վերաբերմունքն է արտահայտել հայերի նկատմամբ, եղել է հայկական եկեղեցիներում պատարակների, եկել է պատրիարքին շնորհավորելու հայկական ազգային տոների կապակցությամբ, իր նախաձեռնությամբ նշանակվել են հայազգի գործիչները Ստամբուլի այսպես թաղային փոխքաղաքապետերի պաշտոնում, այսինքն հայերը եւս հակված էին, կարծում եմ, ընտրություններում ձայն տալ հենց Իմամօղլուին։ Ոմանք կարծում են, որ այս ռեպրեսիաները միայն դրական ազդեցություն կունենան նրա վարկանիշի վրա։ Ժամանակին, երբ Էրդողանն էր հավակնում երկրի ղեկավարի պաշտոնին եւ նրան էին ձերբակալել, արդյունքում նրա վարկանիշը զգալիորեն աճել էր։ Կարծում եմ տեղի կունենա նույնը նաեւ այս անգամ։ Թեև Ստամբուլում արգելվել են ցանկացած տեսակի հավաքներ, հանրահավաքներ եւ ցույցեր, դրանք տեղի են ունենում, մարդիկ բողոքում են, հազարավոր մարդիկ հավաքվում են բողոքի ցույցերի եւ արդեն բախումներ են արձանագրվել ոստիկանության հետ, որոնց արդյունքում կան տուժածներ։ Մասնավորապես ոստիկանությունը հատուկ միջոցներ է կիրառել Ստամբուլի համալսարանի ուսանողներին ցույցը ցրելու համար։ Մի շարք ճանապարհներ, որոնք տանում են դեպի Ստամբուլ, փակվել են ոստիկանների կողմից, որպեսզի գավառներից մարդիկ չկարողանան գան հասնել Ստամբուլ բողոքի ցույցերին մասնակցելու համար։ Արդյոք ինչի կարող է այս ամենը հանգեցնել ի վերջո։ Գլոբալ հետևանքներ կարող է ունենալ, եթե Էրդողանը չհրաժարվի այս ռեպրեսիաներից, Թուրքիան կարող է դառնալ տոտալիտար երկիր, Ադրբեջանին նմանեցնող այսպեսի մի երկիր, հա։ Ինչ ուզում ենք ասել, բայց Թուրքիան այնուամենայնիվ ժողովրդավարություն է ի տարբերություն Ադրբեջանի եւ կարող է նման գործողությունների արդյունքում զրկվել իր այդ համբավից։ Մի շարք արևմուտքի գերտերությունները արդեն դատապարտել են Էրդողանի այս արածները, մասնավորապես Գերմանիան, Ավստրիան, Շվեյցարիան, Եվրամիությունը եւս դատապարտել է։ Եվ իրական հեռանկար կա, որ Եվրամիության եւ Թուրքիայի միջև հարաբերությունները ահա այսպիսի զարգացումների դեպքում կարող են ել ավելի լարվել։ Իսկ եթե նման գործողությունների արդյունքում Էրդողանը կարողանա վերահսկողության տակ առնել Թուրքիան նաև ընտրություններից հետո, իրական շանսեր կա, որ Թուրքիան կդառնա իսկապես այն տոտալիտար երկիրը, որի հետ Եվրոպան պարզապես չի ցանկանա ոչ մի ընդհանուր բան ունենալ։ Շնորհակալություն, Արտем։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը հղել Հայաստանի քրդական համայնքին Նովրուզի առիթով։ Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ նոր տարվա Նովրուզի առիթով մեր երկրում ապրող քրդական համայնքի բոլոր ներկայացուցիչներին, ովքեր մեր հասարակության կարևոր հատվածն են, մեր հասարակական եւ մշակութային կյանքի նորույն երանգներ հաղորդողները, մաղթում եմ նորանոր հաջողություններ եւ ձեռքբերումներ։ Հաճելի է տեսնել Հայաստանի քրդական համայնքի հաջողությունները մայրենի լեզվի, ազգային ավանդույթների պահպանման եւ զարգացման ասպարեզում։ Հայաստանի կառավարության աջակցությունը այս ուղղությամբ կլինի շարունակական, ասվում է ուղերձում։ Այսօր ժամը 5:03 գրանցվել է երկրաշարժ Սպիտակ քաղաքից 8 կիլոմետր հյուսիս, օջախի 10 կիլոմետր խորությամբ 3.7 մագնիտուդով։ Էպիկենտրոնային գոտում ցնցման ուժգնությունը կազմել է 5 բալ, երկրաշարժը զգացվել է Լոռու մարզում 4, Շիրակի մարզում 3-ից 4, Արագածոտնի մարզում 2-ից 3 բալ ուժգնությամբ։ Անցած գիշեր ձանառատ տեղումներ են դիտվել Լոռու մարզի գրեթե ողջ տարածքում, ձյան ծածկի բարձրությունը մարզում տատանվում է 20-ից 30 սանտիմետրի սահմաններում։ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ Հայաստանի տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանել են, փակ են Արագածոտնի մարզի Ամբերդ բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարիլիչ եւ Ամբերդ ամրոց տանող ճանապարհները։ Սպիտակի, Ստեփանավանի եւ Դիլիջանի ոլորանները փակ են բեռնատարների համար։ Նիգավան Ցիլքար ավտոճանապարհը դժվար անցանելի է բեռնատարների համար Սյունիքի բարձրադիր գոտիներում Մարախուղ է, Արագածի տարածաշրջանում Բուք։ Եվ դիտեք, եւս մեկ տեսանյութ կհանդիպենք ժամը 15-ին։ Նոր գաղափարներ, նոր հնարավորություններ եւ նոր հեռանկարներ Capital Markets Armenia-ում։ Կոնֆերանսի շրջանակներում տեղացի եւ միջազգային փորձագետները քննարկել են Հայաստանի կապիտալի շուկայի զարգացումը, գլոբալ ֆինանսական միտումները եւ թվային ակտիվների դերը։ Բիվան եւս Հայաստանի ֆինանսական ապագայի քննարկման կենտրոնում է։
Вообще, что есть телеком-индустрия? Վիվայի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը համաժողովին ելույթ ունենալով Հայաստանի կապիտալի տեղական շուկայի զարգացմանը նվիրված հատվածում ներկայացրել է իր տեսակետները Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման մասին, ընդգծելով նոր հնարավորություններն ու հեռանկարները։ Այս հաջողությունը ցույց է տալիս ոչ միայն մեր աճն ու ձեռքբերումները, այլև թափանցիկության սկզբունքներին մեր հավատարմությունը։ Այս քայլը հնարավոր է դարձել մեր գործընկերների եւ ներդրողների աջակցության շնորհիվ, ովքեր կիսում են ընկերության ռազմավարությունն ու արժեքները։ Մենք շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր հավատում են մեզ ու մեր գաղափարներին։ Վիվան շարունակում է առաջատար դիրք զբաղեցնել ՏՀՏ ոլորտում, ամրապնդելով իր ֆինանսական ազդեցությունը եւ դառնալով Հայաստանի ամենամեծ ծավալով արտարժութային պարտատոմսեր թողարկած ընկերությունը։ Փետրվարի 12-ին ընկերությունը հայտարարեց 80 միլիոն ԱՄՆ դոլար ծավալով անվանական արժեկտրոնային պարտատոմսեր թողարկելու մասին, բացելով նոր ֆինանսական հեռանկարներ։ Պարտատոմսերի թողարկումը ֆինանսական ռեսուրսներ ներգրավելու արդյունավետ միջոց է երկարաժամկետ եւ հեռանկարային բիզնես նախագծերին աջակցելու համար։ Հուսով ենք, մեր օրինակը կոգեշնչի այլ ընկերություններին նույնպես մտածել պարտատոմսերի թողարկման մասին, ամրապնդելով վստահությունն այս ֆինանսական գործիքի նկատմամբ։ Ծրագրի կազմակերպիչներն իրենց հերթին կարևորեցին Վիվայի փորձը, որով կիսվելու է աշխարհի տարբեր անկյուններից հավաքված ներկայացուցիչների հետ։ Վիվայի թողարկած պարտատոմսերի թեման այսօր կարևոր է եւ մեծ հետաքրքրություն է առաջացնում։ Մենք շատ էինք ցանկանում, որ նրանք կիսվեին իրենց տեսակետերով եւ փորձով։ Նշենք, որ Capital Markets Armenia համաժողովը միավորել է շուրջ 240 մասնակից բանկերից, ՏՀՏ ոլորտից, միջազգային ֆինանսական ինստիտուտներից, ինչպես նաեւ տարբեր երկրներից։ Պրիպսմի Ավակյան, Հայկ Սուքյասյան, Horizon։